Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսնի մասին, որը կլինի այծեղջյուր նշանում։ Տարոք անխատեսում ենք անելու, նայելու ենք թե հորոսկոպի յուրաքանչյուր նշանին ինչ կբերի այս լիալուսինը։ Հիշեցնում եմ, որ լիալուսինը իր ազդեցությունը ունենում է տվյալ օրվանից մի քանի օր առաջ և 2 շաբաթ հետո ևս։ Այնպես որ միայն այսօրվա վրա մի կենտրոնացեք, քանի որ հնարավոր է այլ ինչ-որ ժամանակահատվածում մի քանի օր հետո այս կողմայն կողմ լինի։ Այսպիսով, սիրելի ընկերներ, մեկական քարտով կնայենք, թե ինչ փոփոխություններ կբերի։ Առաջինը կնայենք իհարկե այծեղջյուրներին, քանի որ այծեղջյուրների առաջին տանն է լինելու, իսկ առաջին տունը դա մեր արտաքինն է, շփումն է, թե ինչպես ենք մենք մեզ ցույց տալիս հանրությանը։ Արտաքնի հետ կապված ցանկացած փոփոխությունները։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսին այծեղջյուրներին։ Նոր սկիզբ, սիրելի ընկերներ։ Սա խոսում է նոր ներդաշնակ սկզբի մասին, գուցե նոր հարաբերություններ սկսվեն, գուցե ինչ-որ արտաքնի հետ կապված փոփոխություններ մտցնեք, որի արդյունքում դուք ձեզ շատ ներդաշնակ կզգաք։ Կամ գուցե առհասարակ հարաբերություններում դուք ինքներդ ձեզ հետ կլինեք շատ ներդաշնակ և դա կարտացոլվի ձեր պահելաձևում, կարծես շրջապատում անգամ կնկատեն, թե ինչքան ավելի հանգիստ եք դուք դարձել այս ժամանակահատվածում։ Առողջական խնդիրների հետ կապված ամեն ինչ կարգին է, մի խոսքով այս լիալուսինը կարծես ձեզ կբերի ներդաշնակություն։ Հաջորդ նշանը ջրհոսն է։ Սիրելի ջրհոսներ, այս լիալուսինը լինելու է ձեր 12-րդ տանը։ Իսկ 12-րդ տունը դա հեռավոր հողերն են, մեկուսացված վայրերն են, ինչ-որ գաղտնի իրավիճակներն են, ինչ-որ անհասկանալի իրավիճակներն են։ Տեսնենք, թե այս լիալուսինը ինչ պարզություն կբերի ձեզ, ինչ բացահայտումներ կբերի։ Ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը ջրհոսներին։ Ինչ-որ հանդիպում, գուցե հեռավոր ինչ-որ վայրերից հյուրեր ունենաք, հնարավոր է սիրո խոստովանություն լինի այս ժամանակահատվածում, մինչ այս գուցե շփում կար, հարաբերություններ կային, բայց արդեն ձեզ սեր խոստովանեն, հնարավոր է նաև նոր ծանոթություն լինի արտասահմանում կամ զուտ ձեր բնակության վայրից ավելի հեռու տեղ բնակվող մարդու հետ։ Ձկներ։ Սիրելի ձկներ, այս լիալուսինը լինելու է ձեր 11-րդ տանը, իսկ 11-րդ տունը մեր ընկերներն են, գաղափարակիցներն են, արդյունքներն են, հատկապես որ լիալուսին է լինելու, ինչ-որ արդյունքներ դուք կտեսնեք կամ ձեր ընկերների գաղափարակիցների մասին ինչ-որ նորություն կիմանաք կամ պարզություն կմտնի նրանց կյանք։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը այծեղջյուրներին։ Ինչ-որ բան ձեր ուզածով չի գնա, սիրելի ընկերներ, ձեր պլանավորածով չի գնա։ Հնարավոր է ձեր շրջապատի մարդիկ, ձեր ընկերները ձեզ վիրավորեն, վնասեն, կարծես ձեր մեջքի հետևում ինչ-որ գործողություններ կատարեն, այնպես որ հատկապես այս ժամանակահատվածում մի վստահեք ձեր շրջապատի մարդկանց, ամեն ինչ ինքնուրույն ստուգեք։ Խոյեր։ Սիրելի խոյեր, այս լիալուսինը կլինի ձեր 10-րդ տանը։ 10-րդ տունը մեր կարիերան է, ստատուսն է, ինչպես նաև հայրիկն է այս տանը պատկանում, կյանքի նպատակներն են, տեսնենք, թե ինչ վերջնակետ պարզություն կգա ձեր կյանք պայմանավորված 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսնով։ Նոր ինչ-որ գործողություններ, սիրելի ընկերներ, նոր քայլեր, որոշ խոյեր կորոշեն բացել իրենց բիզնեսը, որոշ խոյեր արդեն պատրաստ կլինեն սկսելու աշխատանք, գուցե նոր աշխատանք լինի, գուցե վերադառնաք դեկրետից այդ աշխատանքի, համենայն դեպս այս քարտը զուտ նոր ինչ-որ քայլերի մասին է խոսում, գուցե ինչ-որ մինչ այս ուսում եք ստացել, արդեն դիպլոմը ձեր ձեռքում է և պատրաստ եք արդեն անցնելու նոր քայլերի և անցնելու նոր աշխատանքի։ Ցուլեր։ Սիրելի ցուլեր, այս լիալուսինը կլինի ձեր 9-րդ տանը։ 9-րդ տունն իրենից ներկայացնում է բարձրագույն կրթություն, արտասահմանի հետ կապված հարցեր, թորնիկների հետ կապված հարցեր, երկրորդ ամուսնություն, տեսնենք թե վերոնշյալ թեմաների շուրջ ինչ վերջնակետ կդրվի ձեր կյանքում 2026 թվականի
30-ը ծուլերին։ Ավարտ, սիրելի ընկերներ։ Սա խոսում է հաջողությամբ ավարտի մասին։ Այս ժամանակահատվածում, եթե դուք համալսարանում եք սովորում, հնարավոր է արդեն այն տարիքում եք, այս քարտը ասում է նրա մասին, որ այդ ցիկլը ձեր կյանքում ավարտվել է եւ արդեն նոր էտապ է սկսվելու ձեր կյանք։ Այս քարտը մեզ ասում է հաջողությամբ ավարտի մասին։ Գուցե դիմել եք վիզա ստանալու հետ կապված, անձնագիր փոխելու հետ կապված, ամեն ինչ հաջողությամբ ձեզ մոտ կստացվի։ Եթե պետք է ամուսնան, նրանք ովքեր ամուսնալուծված են, երկրորդ անգամ պետք է ամուսնանային, ապա այս ժամանակահատվածում պետք է լիներ ամեն ինչ բարեհաջող կանցնի։ Եվ այն ցուլերը, ովքեր օրինակ այն տարիքում են, որ պետք է թորնիկ ունենան, ապա կամ թորնիկի կյանքում ինչ որ հաջողությամբ մի բան կավարտվի, գուցե օրինակ մանկապարտեզը հաջողությամբ ավարտի, դպրոցը հաջողությամբ ավարտի եւ այլն, կամ էլ կիմանաք, որ տատիկ կամ պապիկ եք դառնալու։ Երկվորյակներ։ Սիրելի երկվորյակներ, այս լիալուսինը կլինի ձեր 8-րդ տանը։ 8-րդ տունն իրենից ներկայացնում է վտանգավոր իրավիճակները, ինչպես նաև վիրահատությունները եւ այն գումարները, որոնք դուք չեք աշխատել, երկվորյակները չեն աշխատել։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը երկվորյակներին։ Ինչ որ իրավիճակ գուցե ստեղծվի, որը ձեզ դուր չի գա, գուցե նեղսերտ եք իրականում ավելի շատ էմոցիոնալ դաշտի վրա, ընկազդի, ինչ որ մի բան ձեր սրտով չի լինի, բայց կարևոր է որպեսզի չկենտրոնանաք չստացվածի վրա, այլ փնտրեք այլ ուղիներ, որպեսզի ձեր ուզածին հասնեք։ Խեցգետիններ։ Սիրելի խեցգետիններ, այս լիալուսինը կլինի ձեր 7-րդ տանը։ 7-րդ տունն իրենից ներկայացնում է այն մարդիկ, ով հետ մենք ինչ-որ գործարք ունենք ընկած, մեր գործընկերները, ամուսինը, կինը, հաճախորդները։ Տեսնենք, թե քարտերն ինչ կասեն, թե ինչ իրավիճակ կբացահայտվի ձեզ համար այս ժամանակահատվածում 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը ինչ կբերի խեցգետիններին։ Ձեր ընկերներ ինչ-որ նորություն չի գա, ամեն ինչ ձեզ համար կլինի շատ ստաբիլ։ Նոր ինչ-որ քայլեր չեք կատարի կամ դեռևս պատրաստ չեք լինի այդ քայլերը կատարելու։ Համենայն դեպս ամեն ինչ իր տեղում է։ Եթե կան դատական գործընթացներ, ապա կարծում եմ, որ դատական գործընթացը ի օգուտ ձեզ կավարտվի։ Արյուծներ։ Սիրելի արյուծներ, այս լիալուսինը լինելու է ձեր 6-րդ տանը, 6-րդ տունը դա մեր առողջությունն է, աշխատանքն է, կենցաղը, առօրյան, ընտանիք կենդանիները։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ է սպասվում 2026, ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը արյուծներին։ Երջանկություն, սիրելի ընկերներ, եթե ցանկանում եք գնալ ընդունվել աշխատանքի, ապա հաստատ կընդունվեք։ Աշխատանքի վայրում հնարավոր է ինչ-որ առիթ լինի տոնելու, կամ այս ժամանակահատվածում, եթե առողջական ինչ-որ խնդիրներ լինեն, ապա ամեն ինչ շատ հեշտ բարեհաջող կընթանա, ձեր առողջությունը կլինի գերազանց, մի խոսքով ամեն ինչ շատ լավ է։ Կույսեր։ Սիրելի կույսեր, այս լիալուսինը ներողություն կլինի ձեր 5-րդ տանը, 5-րդ տունը մեր երեխաներն են, սիրավեպերն են, արվեստն է, այն ամենը, ինչը մեզ հաճույք է պատճառում, տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը այդ եղջյուրներին։ Աշխատանք, սիրելի ընկերներ, աշխատանք։ Թե ինչ աշխատանք, ամեն մեկը մի ձև կզգա, կարող է լինի աշխատանքը պայմանավորված, որ քայլեր կատարեք, որ բացեք ձեր բիզնեսը, կամ զուտ շատ զբաղված լինեք, կամ այս ժամանակահատվածում սկսեք զբաղվել սպորտով, ինչպես նաև զբաղված լինեք ձեր երեխաների հետ կապված հարցերով։ Եթե կային հարաբերություններ սիրային, ապա կարծում եմ, որ գուցե ինչ-որ բարդություններ առաջանան, որը պետք է նստել, խոսել դիմացինի հետ, որպեսզի այսպես աշխատանք տարվի, ձեր միջև, որպեսզի այդ հարաբերությունները պահպանվեն։ Կշերքներ։ Սիրելի կշերքներ, այս լիալուսինը ներողություն ձեր 4-րդ տանն է լինելու, իսկ 4-րդ տունը մեր բնակության վայրն է, անշարժ գույքն է, այն ամենն է, ինչը կապված է ընտանիքի անդամների հետ։ Տեսնենք թե քարտերը ինչ կասեն, իդեպ նաև շինարարությունը։
ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը կշերքներին։ Սիրելի ընկերներ, ամեն ինչ իր հունով կգնա։ Ինչ որ նոր փոփոխություններ չեն լինի։ Եթե ինչ որ գործողությունների եք սպասում, որ պետք է այսպես շտապ լինի, այս քարտը ասում է, որ ոչինչ շտապ չի լինի, ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Կարիճներ։ Սիրելի կարիճներ, այս նորալուսինը լիալուսինը, ներողություն չեմ անդադասում նորալուսին, ձեր երրորդ տանն է լինելու, այսինքն մեր ընկերներ, քույր եղբայրներ, հարևաններ, կապի տրանսպորտի միջոցներ, բանակցություններ, խոսակցություններ այս ամենին է վերաբերելու։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը կարիճներին։ Այս քարտը մեզ հուշում է, որ ինչ որ մի բան ձեր սրտով չի գնա, ինչ որ գուցե նորություն իմանաք, որը վերաբերի ձեր քույր եղբայրներին, հա, զարմիկ զարմուհիներին, ինչը ձեզ դուր չի գա, գուցե տխրեք դրա արդյունքում, կամ որոշեք օրինակ գնալ դասընթացների, բայց ինչ-ինչ պատճառով ձեզ մոտ չստացվի, կամ գուցե օրինակ մեքենա վարելու դասընթացի գնաք եւ չկարողանաք հանձնել, ինչպես նաեւ զգույշ եղեք ձեր կապի տրանսպորտի տեխնիկայի հետ, քանի որ հնարավոր է անսարքություններ առաջանան։ Հաջորդ նշանը աղեղնավորն է, սիրելի աղեղնավորներ, այս լիալուսինը կլինի ձեր երկրորդ տանը։ Ֆինանսների տունն է դա, աշխատավարձի տունն է, արժեքների տունն է։ Տեսնենք թե քարտերն ինչ կասեն, թե ինչ կբերի 2026 թվականի հունիսի 30-ի լիալուսինը աղեղնավորներին։ Սիրելի ընկերներ, զգույշ եղեք, որ գումար չկորցնեք, կամ ինչ որ ոչ միայն գումար, այլ նաև արժեքավոր իր հնարավոր է կորցնեք, ինչը ձեզ դուր չի գա, բնականաբար դրանից կարող եք նեղվել։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս լիալուսնի հետ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։